Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Բարձրացրու նրանց մինչև հավիտյան Սաղմոս 28:9 Բարձրանալու համար Աստծո ժողովրդին օգնություն է պետք Նրանք շատ ծանր են իրենց բնությամբ Նրանք թևեր չունեն կամ եթե ունեն էլ դրանք նման են այն աղավնու թևերին որի թևերը փայլում են արծաթով պատած և նրանց փետուրները դեղին ոսկիով Սաղմոս 68:12 Այսպիսի թևերով նրանք չեն կարող վեր բարձրանալ առանց Աստծո շնորհքի Կայծերը բնականորեն վեր են բարձրանում Սակայն մեղավոր մարդկանց հոգիները ներքև են ձգտում Ով Տեր բարձրացրու նրանց մինչև հավիտյան Դավիթն էլ ասում էր Ով Տեր դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը Սաղմոս 25:1 Նա զգում էր որ բոլորի պես ինքն էլ կարիք ունի իր անձը վեր բարձրացնելու Երբ դու այս օրհնությունը խնդրում ես քեզ համար մի մոռացիր խնդրել այն նաև ուրիշների համար Երեք ոլորտ կա որոնցում Աստծո ժողովուրդը կարիք ունի վեր բարձրանալու Նրանց հարկավոր է վեր բարձրանալ իրենց բնությամբ Բարձրացրու նրանց ով Տեր Թույլ մի տուր որ քո ժողովուրդը ձուլվի աշխարհին Ամբողջ աշխարհը չարության մեջ է Առաջ Հովհաննես 5:19 Դուրս հանիր նրանց այնտեղից Աշխարհի մարդիկ արծաթ և ոսկի են փնտրում Գնալով իրենց հաճույքների հետևից և ձգտելով բավարարել իրենց անձնական ցանկությունները Սակայն Տեր վեր բարձրացրու քո ժողովրդին այդ ամենից Թույլ մի տուր որ նրանք աղբահավաքներ դառնան Ինչպես Ջոն Բունյանն է անվանում նրանց Ովքեր մշտապես ոսկու փնտրտուքների մեջ են Ուղղիր նրանց սրտերը դեպի իրենց հարության Տերը և երկնային ժառանգությունը Ավելին Հավատացյալները կարիք ունեն հաջողելու իրենց պայքարների մեջ Երբ ճակատամարտի ժամանակ նրանք պարտվելիս լինեն Ով Տեր քո բարեհաճությամբ հաղթություն շնորհիր նրանց Եթե թշնամու ոտքը նրանց կոկորդին դրվի Օգնիր գործածել հոգու սուրը և վերջնական հաղթանակ տանել այդ կռվում Տեր բարձրացրու քո զավակների հոգիները պատերազմի օրը Թող նրանք հավիտյան փոշու և մոխրի մեջ նստած չմնան Թույլ մի տուր որ թշնամին տանջի և ուժասպառ անի նրանց Այլ եթե նրանք Աննայի պես սրտով վշտացած են Առաջին Թագավորաց 1:15 Թող օրհնության երգ երգեն իրենց ազատող Աստծո ողորմության մասին Մենք պետք է նաև խնդրենք մեր Տիրոջը Որ նրանց վեր բարձրացնի ամենավերջում Բարձրացրու նրանց տուն տանելով այստեղից Բարձրացրու նրանց մարմինները գերեզմանից և նրանց հասցրու քո հավիտյան փառավոր արքայությանը